Ողջույն, այսօր տաղավարում զրուցել եմ Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի ավագիտ աշխատող ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Ողջունում եմ ձեզ Լեոնիդ, շնորհակալություն ձեր ժամանակի համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այսօր զրուցել ենք հիմնականում նաև ռազմական ոլորտից եւ սկսենք հիմնականում օրերս Հայաստան ժամանեց հնդկական մեծ բարձրաստիճան պատվիրակություն, իդեմս այդ երկրի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի, եթե չեմ սխալվում, սա ամենաբարձր զինվորական պատվիրակությունն էր Հնդկաստանի, որ եղել էր Երևանում, եւ նաեւ չնայած որ այցն էլ պաշտոնական էր, բայց էլի աննախադեպ ձևով կարծեք թե ավելի երկար էր, եւ կարծեք թե սա միայն չի նշանակում, որ խորհրդանշական ինչ-որ այց էր։ Ինչ է նշանակում, արդյոք հայ-հնդկական հարաբերությունները սրանով փաստորեն շատ ավելի են որոշակի առումով զարգանում։ Ինձ թվում է, որ այս այցը բավականին տրամաբանական է, այն իմաստով, որ Հայաստանը հիմա ամենամեծ գնորդն է հնդկական զենքի եւ զինամթերքի։ Այդ իմաստով ես կարելի է հաստատ ասել, որ կողմերը մեծ քանակի հարցեր ունեն քննարկելու, տարբեր կոնկրետ հարցեր, ոչ նեգատիվ իմաստով չէ հարցեր, այլ աշխատանքային, զարգացման հեռանկար, այն ինչը որ եկել է եւ գալիս է դրա հետ կապված, ոնց դա Հայաստանի բանակի մեջ ինտեգրվի, այն իմաստով, որ մեծ քանակի բավականին սպայակազմ է պետք վերապատրաստել եւ ակնհայտ է, որ այդ process-ը գնում է եւ պետք է շարունակվի, չեմ զարմանա, որ ինչ որ մի պահի կողմերը լավ կլինի, որ ինչ որ զորավարժություններ իրար հետ անցկացնեն, ինձ թվում է, որ մեծ քանակի հարցեր կան, ռազմական կրթության հետ կապված, համագործակցության հետ կապված, ինձ թվում է ագին հետաքրքիր հարցեր կարող են լինել, նույն այդ ռազմատեխնիկականի մասին եթե խոսում ենք, օրինակ ինչու ոչ հայկական եւ հնդկական ռազմարտունաբերությունների համագործակցության հետ կապված թեմաներ կարող են լինել սեղանին եւ այլ տարբեր թեմատիկաներ եւ այո այս պահին ամենաբարձրաստիճան զինվորականն է Հնդկաստանից, որ Հայաստան է այցելել, նույն ժամանակ պետք է նշել, որ Հայաստանի ներկայացուցիչները բարձրաստիճան մի քանի անգամ արդեն ունեցել են հանդիպումներ Հնդկաստանում։ Իդեպ ուզում եի հասկանալ Հնդկաստանի քննարկել ձեզ հետ Հնդկաստանի շահերը Հարավային Կովկասում, որովհետև նույն շտաբի պետը նաև հանդիպեց քաղաքական հանդիպումներ ունեցավ արտգործնախարարությունում, նաև վարչապետին հյուրընկալվեց, մեծ հաշվով Հնդկաստանի հետաքրքրությունը ինքը ուղղված Հայաստանին սա ռազմական առումով ռազմական համագործակցության միտված հաշվի առնելով, որ մենք ամենամեծ գնորդն ենք հնդկական զենքի, թե վերջը նաև կա նաև քաղաքական բաղադրիչը։ Ինձ թվում է քաղաքական բաղադրիչը մինչև այս գնումներն էլ է ինչ որ չափով եղել եւ ներպետությունները միշտ էլ շատ լավ հարաբերություններ են ունեցել եւ այն հարցերում, որոնք մեր անվտանգության հետ կապ են ունեցել Հայաստանի եւ Հնդկաստանի, իրար բավականին աջակցել են քաղաքական եւ դիպլոմատիկ մակարդակում, օրինակ Հայաստանը միշտ Կաշմիրի հարցում Հնդկաստանի կողմն է եղել եւ այս վերջի Պակիստանի հետ փոքր ռազմական գործողությունների ժամանակ էլ Հայաստանը Հնդկաստանի կողմն էր բավականին կոշտ զբաղեցնում։ Վերահաստատեց այդ դիրքորոշումը։ Այո։ Նույնն էլ մենք բացի դրանից մենք ունենք իրավիճակ, որտեղ Ադրբեջանը հակառակորդի հետ Հնդկաստանի շատ սերտ հարաբերություններ ունի, Պակիստանի հետ եւ էլի շատ երկար տարիներ։ Նկատի ունեմ այդ գործոնը իսկապես մեծ դեր է խաղում Հնդկաստանի քաղաքականության վրա Հարավային Կովկասում։ Իր տեղը ունի դա, բայց օրինակ այս ռազմատեխնիկականն էլ որ ավելացավ, ինքը ավելի բարձր կշիռ ստեղծված, ավելի միսոարյուն ստանում։ Բացի ինչ որ սիմպաթիաներից մի քիչ ավելի արդեն տնտեսական շահեր ստեղ հայտնվեցին եւ ստեղ խոսքը չի գնում մենակ որ իրանք ինչ որ գումար աշխատեցին Հայաստանին այդ զենքն ու զինամթերքը վաճառելուց, բայց իրանք փորձում են դառնալ խաղացող այդ շուկայում խոշոր
եւ Հայաստանը որպես շատ զենքերի տեսակների առաջի պատվիրող ինձ թվում է իրենց ահագին օգնում է այդ իմաստով։ Նաև PR-ի տեսանկյունից։ PR-ի տեսանկյունից ես կասեի երևի ներքին քաղաքականությունի տեսակետից էլ նաև ինչ որ չափով հիմա իրանք որ ասում են մենք պետքա չգիտեմ մինչև 2024 թիվ այսքան զենք սկսենք վաճառել դուրս մենք այդ հարցում էլ իրենց ստացվում է որ իրենք մեզ աջակցեցինք մենք էլ իրենց որովհետև 22 թվականին երբ որ այս ամեն ինչը սկսվեց մենք բաց դռներ շատ չունեինք մեր դիմաց Գիտեք, արդեն որոշ զինատեսակների մասին արդեն գիտենք, այսինքն որ հայտնի են դառել բինականների, ակաշտերի մասին, դա այնպես հետաքրքիր է հասկանալ հնդկական զենքերի սպეციფიკայի մասին, թե դրանք իրենցից ինչ են ենթադրում տեխնոլոգիական առումով, հա իրենք ավելի շատ նման են կամ սարքված են ռուսական տեխնոլոգիաների հիման վրա, թե ավելի շատ նատոյական սպառազինությունների հիման վրա են կառուցվում։ Հիմա շարժը դեպի վերջի տարիները շատ արդեն դեպի արևմուտք Հնդկաստանի ռազմարտունաբերությունում ինչ որ դեպքերում կարելի է ինչ որ տենց հետաքրքիր blend խառնորդ տեսնել օրինակ եթե ակաշի մասին է խոսքը գնում դա օրինակ հրթիռը այդ համալիրի ոնց որ ասենք բարեկամական կապեր ունի կվադրատ զենիտահրթիռային համալիրի հետ սովետական որ Հնդկաստանում ունի բայց ահագին էլեկտրոնիկայի տեսակետից զարգացում է այդ ամեն ինչը ստացել ինչ որ արդեն իր ճանապարհով է շարժվել եթե հրետանու մասին է խոսքը գնում դա 100%-ով արևմտյան օրինակ կոնտեքստ է ատաքսը կամ մարգը դա 155 մմ-անոց թնդանոթներ են որոնք 100%-ով համապատասխանում են արևմտյան ստանդարտին ամեն ինչով մոտեցումներով դա համար ստեղ այո դուք ունեք տարբեր մոտեցումներ կան եւ բայց տրենդը ինձ թվում է դեպի ավելի արդեն արևմտյան ստանդարտների է այնտեղ շարժվում վերջի տարիները Համել մտահոգություն կա, չէ՞ որ մենք տարբեր երկրներից զենք ենք գնում, թե ոնց ենք դա համադրելու, այդ առումով երևի թե հենց Հնդկաստանի փորձը ինքնին բան է, չէ՞, արդեն փորձված է, որ իրենք ունեն համ ռուսական տեխնոլոգիաների վրա սարքված զենքեր, թե նաև արաբիական։ Ինձ թվում է տենց պետություններ նենց չի որ շատ քիչ են, որ այդ տարբեր խառնորդները ունեն ու դա հիմա ես կասեի շատանում է ժամանակի հետ եւ այո, ասենք ՆԱՏՕ-ի պետություններում ավելի քիչ դա կարելի է հանդիպել, բայց այնտեղ էլ հիմա որ ասում են զենքը ՆԱՏՕ-ի ստանդարտի է, դա չի նշանակում, որ ֆրանսիական ռադարը, օրինակի համար, ամերիկյան ռադարը լրիվ նույն ստանդարտի մեջ են աշխատում ու իրար տենց կարելի է այդ ամեն ինչը միացնել առանց որևէ բան անելու։ Դա էլ է աշխատանք եւ ՆԱՏՕ-ի պետություններ էլ կան, որտեղ սովետական զենք ու զինամթերք մինչեւ այս վերջերս կար ահագին։ Հիմա արդեն համարյա չկա, որովհետեւ Ուկրաինային է օգնություն այդ ամեն ինչը գնացել, բայց ինչքան ժամանակը առաջ է շարժվում, այնքան այդ համադրությունը անելը ավելի ռեալ է դառնում, որովհետեւ հիմա ինչը որ վերջի 5-10 տարին է արտադրվել, ամեն ինչը համակարգիչ ունի, ինչը որ ունի համակարգիչ, այդ ամեն ինչը կարա ինտեգրվի տարբեր թվային կառավարման համակարգերի մեջ եւ հենց այդ համակարգը, որը կլինի այդ ամեն ինչի մեջտեղը, կլինի այդ պայմանական պերեխադնիկը, որը օգնում է չգիտեմ, հնդկական ու ֆրանսիական ռադարին ու սովետական իրար հետ աշխատել եւ նույն նկարը ստանալ, ոնց որ արդեն օթային իրադրությունը ստանալ։ Այստեղ միշտ նշում եմ, որ Հայաստանը այն պետություններից է, որ այդ ոլորտում ինքը շատ մեծ հնարավորություններ ունի եւ առաջ շարժվելու մեծ հնարավորություններ ունի առանց դրսից էլ գնումներ անելու, որտեղ դա մեծ մասամբ հենց IT ոլորտի խնդիրներ են։ Հայաստանը գաղտնիք չի, որ այսքան շատ էր խոսում ռազմական բալանսը վերականգնելու մասին եւ բանակում ռեֆորմերի տեսանկյունից, հնդկական զենքերը որքանով են օգնում այդ ռեֆորմերի տեսլականին, հա։ Հնդկական զենքերից այստեղ ինձ թվում է
պետք չի մենակ հնդկական զենքերից այդ դեպքում խոսել, նոր զենքերից կարելի է խոսել։ Որտեղ կարծիքա որ հիմնականում հենց Հնդկաստանից է կամ նոր զենքերից է։ Ուրիշ պետությունների հետ էլ է Հայաստանը համագործակցում, ասենք Ֆրանսիան էլ կա բաց դրա մասին ահագին տեղեկատվություն կա, ուրիշ պետություններ կան ում հետ համագործակցություն կա եւ այո, երբ որ դուք նոր սերնդի ինչքան էլ դա այդքան էլ կորեկտ երևի ձևակերպում չի, ասենք ասենք նոր զենք եք ստանում, թվայինացված տարբեր ուրիշ մոտեցումներով արդեն ավելի ճշգրիտ, այո, փոփոխություններ էլ է պետք անել, որովհետև օգտագործել նույն մոտեցմամբ օրինակ Սեզար թնդանոթը ինչ որ դուք Դեքսան թնդանոթն եք օգտագործել, դա իմաստ չունի ոչ մի, ասենք, ստացվում է որ այդ ժամանակ այդ Սեզարը պետք չի։ Ինքը իր համար արդեն ուրիշ մոտեցումներ է պետք օգտագործել, այո, դրա պատճառով երևի ոնց որ ստիմուլ կա հավելյալ, որ ռեֆորմները առաջ շարժվեն։ Այս բառազինությունը օգնում է նաև ռեֆորմերին կամ հասկանալու թե որ ուղղությունն է ճիշտ է։ Ինձ թվում է ոնց որ հավելյալ ինչ որ մի բան է, ճնշում է, բայց պետք է նաև նշել, որ D30-ն էլ կարելի է օգտագործել նոր մոտեցումներով ապակենտրոնացված եւ շատ ավելի էֆեկտիվ, քան մենք օրինակ 2020 թվին ենք կիրառել։ Դրա համար այո, դա հավելյալ ստիմուլ է զարգանալու համար, բայց չի նշանակում, որ հենց զենքի պատճառով ռեֆորմներ պետք է լինեն։ Դա ինձ թվում է մի քիչ տեղերով խառնվում է, ես կասեի։ Լեոնիդ, 2020 թվականից հետո, պատերազմից հետո, թե Ադրբեջանը, թե Հայաստանը ձեր ուսումնասիրությունները ինչ են տալիս, երկու երկրների բանակները որ ուղղությամբ են գնում կամ ինչպես են փոխվում։ Ադրբեջանի բանակը շարունակում է մեծ ծավալի զինման process-ը, ոնց որ կար, աճեցրել է իրենց բյուջեն, այս տարի գրեթե չի աճել, շատ քիչ փոփոխություն կա, բայց դա կապված է նաև նրա հետ, որ նախորդ տարի շատ մեծ աճ կար եւ նաև նրա հետ, որ իրենց բյուջեն չի աճում պետության առանձնապես եւ այս տարի այդ փոքր աճի համար իրենք կտրել են մնացած ինստիտուցիաների բյուջեները արդեն։ Ինչը եթե խոսենք կոնցեպտուալ մոտեցումների մասին, տեսնում ենք, որ էլի իրանք շարունակում են տարբեր տեսակի դրոնների քանակը ավելացնել եւ հետեւել նրան, թե ինչ է կատարվում ռուս-ուկրաինական պատերազմում, վերջերս ցույց էին տվել փոքր գործարան էին բացել հենց փոքր հենց FPV-ա տիպի տեսակի դրոների համար։ Բացի դրանից ջանք են թափում հետախուզական հնարավորությունների բարելավման հետ կապված Իսրայելից գնել էին նոր արբանյակներ հետախուզական եւ տեսնում ենք, որ հարվածային կոմպլեքսներին հրթիռային նաեւ այդպես դրան են բավականին բարձր պրիորիտետ տալիս եւ թևավոր հրթիռների եւ բալիստիկ եւ բացի դրանից վերջինը կարելի է նշել, որ հակաօդային պաշտպանության մեջ են շարունակում բավականին լուրջ ռեսուրսներ տրամադրել, որը ինձ թվում է բացի Հայաստանից նաեւ ինչ որ չափով Իրանի գործոնի հետ կապ ունի։ Օրինակ շատ մեծ գումարի պայմանագիր Իսրայելի հետ ստորագրեցին, գնեցին Բարակ MX նոր տեսակի զենիտային հրթիռային համալիրները, իրենք հին ավելի բարակը ունեին ինչև այդ եւ ավիացիան, ռազմական ավիացիա երևի այդ նաեւ եթե մենք վերցնենք բալանսի տեսակետից մի քիչ մտահոգիչ է այն քանակը գործանիչների, որ իրենք գոնե մեդիայում կա որ գնել են։ Խոսքը պակիստանյան J-42 հատ, եթե իսկականից 42 հատ է, ոչ թե 18 հատ ոնց որ սկզբից էր, դա բավականին լուրջ քանակ է։ Դա չինա-պակիստանյան Չինա-պակիստանյան ինքնաթիռ է, չեմ կարող ասել որ լավ ինքնաթիռ է, բայց
եթե 42 հատ է ու մեր մոդել համարյա չկա, դա կարող է էֆեկտ իր ունենալ։ Այսինքն զինատեսակների գնման տեսանկյունից մարտավարությունը նույնպես մի փոքր փոխվել է Ադրբեջանի մոտ։ Չէ, ասի որ շատ է փոխվել, բայց այո, օրինակ հիմա ինքը տեղափոխվել է Թուրքիա, Իսրայել ու Պակիստան, մեծ մասամբ այդ գնումները, եթե նախկինում դա Ռուսաստան, Իսրայել, Բելարուսը հիմա էլ կա, բայց առաջ ինձ թվում է ավելի շատ էր, ոնց որ այդ պոստսովետական մասը իրանց գնումների մի քիչ գրեթե չկա հիմա, ասենք ասենք։ Լավ, այս համատեքստում հետարքիր է օրինակի համար Միացյալ Նահանգների ուղղությունը, հեռանկարը երկու երկրների համար էլ ինքը կարա նոր պատուհան հանդիսանա, մանավանդ TRIP-ի համաձայնությունը որ կնքվեց, շատ էր խոսում օրինակ Ադրբեջանի, պարագայում որ 907 բանաձևը եթե կոնգրեսը չեղարկի, ապա պաշտպանական ոլորտում նոր համագործակցություն կլինի դրանից, այսինքն ենթադրում եմ որ չի կարող Ադրբեջանը ինչ-որ պայմանագրեր կնքել Հայաստանի հետ ոչ, այսինքն այս առումով Միացյալ Նահանգները կարող է նոր ուղղություն լինել ապագայում կամ մոտավորապես 907 բանաձևը ինքը մի քիչ մանիպուլյատիվ է, տենց այսքան իրան բարձր կարևորություն տալը, որովհետև պատմության մեջ մի քանի անգամ եղել է, երբ որ նախագահան Ամերիկայի կարող է սարացնել դա։ Աֆղանստանի դեպքի օրինակի համար։ Հիմա կարող են եւ չհանեն այդ բանաձևը, դա այդքան էլ հեշտ չի կոնգրեսով հանելը, կարող է սարացնի նախագահան օրինակի համար, բայց 907 բանաձևը առաջի հերթին ռազմական օգնության մասին է խոսում։ Եթե խոսքը գնում է գնումների մասին, կարծում եմ, որ ինչ որ չափով այդ կբացվի, կարող է այդ չափը տարբեր լինի Հայաստանի ու Ադրբեջանի համար, նաև կարող է իրենց մոտ ոնց է պետք է դիմել լիցենզիայի foreign military sales տենց կազմակերպության միջով պետական եւ իրենք կամ ասում են այո կամ ոչ հիմա կարող են այստեղ քաղաքական գործոնից ելնելով կարող են միշտ որոշել որ լավ այս կարող ենք վաճառել այն երևի չարժի ոնց կլինի ժամանակը ցույց կտա այս պահին ասել էին զրահաբաճկոնների մասին եւ կածերների մասին ես կարծում եմ որ այդ ճիշտն ասած իրանք նախկինում էլ կարող էին գնել եթե ուզենային որովհետեւ զրահաբաճկոնը զենք էլ չի համարվում հիմա կարելի է գնալ Ամերիկայում կամ չգիտեմ եվրոպական երկրում խանութից առնել անձնական շատ բարձր որակի զրահաբաճկոն բերել բագաժով Հայաստան ու դա արգելված չի ոչ մի կողմից դրա համար այստեղ շատ կարևոր է տեսնել իսկական ասած ռազմական մակարդակի զենք չէ գոնե ինչ որ էլեկտրոնիկա եւ տեխնոլոգիա ինչ կարող են կողմերը առնել Ուղղակի նաև հարց է առաջանում, եթե Միացյալ Նահանգները փորձում է երաշխավորի դերում հայտնվել լինել Հայաստան եւ Ադրբեջանի միջև, արդյոք հետաքրքրություն կցուցաբերի զենք վաճառելու հետ կապված։ Իսկ թվում է դա ռեալ է, որ դա կարող է լինել մոտակա տարվա կամ երկու տարվա մեջ, ոչ մի զարմանալու բան չի լինի դրա մեջ։ Ինձ թվում է, որ Հայաստանի պարագայում այս տեխնոլոգիական օրինակ ոլորտում համագործակցության կտրուկ աճը ցույց է տալիս, որ դրան էլ շատ արագ կարելի է հասնել։ Եթե խոսում ենք կիսահաղորդիչների մասին, մանավանդ Միացյալ Նահանգների փոխնախագահայցի նախորդին, սա ինչի մասին ընդհանրապես, ինչ հեռանկար է բացում։ Դե գիտենք բոլորս օրինակ այս նույն Nvidia-ի պրոյեկտի մասին, կարող ենք հուսով լինենք, որ կլինի աճ այդ տիպի ներդրումների եւ այդ տիպի տնտեսական պրոյեկտների զարգացմանը տեսնում ենք որ հայկական ընկերություն կա որ արդեն այդ նույն Nvidia-ի չիպերը որ Elevate-ը որը էլի գնել է այդ նույն չիպերը իրենց դատա ցենտրի համար $60 միլիոն եթե ճիշտ եմ հիշում այստեղ բացի կիսահաղորդիչներից մի հատ ուրիշ շատ կարևոր ոլորտ է այդ ատոմային էներգետիկան եթե
խոսք գնում է, որ հենց այդ 1, 2, 3 պայմանագիրը կստորագրվի, որի մասին կողմերը բանակցում են արդեն ահագին ժամանակ, Վենսի այցի ժամանակ դա նշանակում որ Հայաստանը կարող է օրինակ գնել այնտեղ հենց ամերիկյան ատոմակայան։ Իսկ եթե կարող ես գնել ատոմակայան, ինձ թվում է շատ ռազմական տեխնոլոգիաներ ավելի ցածր sensitivity զգայունություն ունեն, քան ատոմակայանը, ճիշտ ասած, տեխնոլոգիական տեսակետից որ վերցնենք։ Մենը այսքան խոսքը մեկը անվտանգությանը վերաբերում։ Մենակ անվտանգության մասին չի, այստեղ ասենք Ամերիկան ինչու չէր վաճառում Հայաստանի զենք մինչև հիմա, որովհետև նաև Ռուսաստանի գործոնը կար, Իրանի գործոնը կար, ավելի շատ Ռուսաստանի գործոնը, որ օրինակ այդ տեխնոլոգիան իրենք նաև վախում էին, որ սխալ ձեռները չընկնի։ Հիմա եթե իրանք այդքան եթե հնարավորություն են տեսնում ատոմակայան ստեղ ունենալ, կարծում եմ, որ որոշ ռազմական տեխնոլոգիան էլ հնարավոր կլինի ունենալ, որովհետև ատոմակայանի տեխնոլոգիաներն էլ զգայուն տեխնոլոգիաներ են եւ դժվար թե ուզենաս, որ քո թշնամի երկիրը դա կարողանա ուսումնասիրել։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում է Ապրի Արմենիա հետազոտական կենտրոնի ավագիտ աշխատող ռազմական հարցերով փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։